Կառավարության որոշմամբ այսուհետ առանց ախտանիշների եւ բուժում չպահանջող առողջական խնդիրները հիմք չեն պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Կառավարությունը վերանայել է պարտադիր զինվորական ծառայության պիտանելիության ցուցակը։ Կառավարության նիստի ժամանակ փոփոխություն կատարվեց 2018 թվականին ընդունված որոշման մեջ։ Ըստ Պաշտպանության նախարարության փոփոխության նպատակն է բացառել այն դեպքերը, երբ բուժում չպահանջող կամ առողջությանը լուրջ վտանգ չներկայացնող խնդիրների պատճառով քաղաքացիներն ազատվում են ծառայությունից կամ ստանում տարկետում։ Փոփոխություններով նախատեսվում է ցանկում ներառել որոշ հիվանդություններ, որոնք մինչ այժմ հստակ կարգավորված չէին։ Օրինակ, գլխուղեղի կամ ողնուղեղի վենոզ անգիոմաները փաստացի համարվում էին բարձր ռիսկային եւ մարդիկ ծառայության համար ճանաչվում էին ոչ պիտանի, սակայն դրանք հստակ նշված չէին ցուցակում։ Միևնույն ժամանակ վերանայվում է մոտեցումը գլխուղեղի որոշ մեծ չափերի կիստաների նկատմամբ։ Նույնիսկ այն դեպքում, երբ նման կիստաները չեն առաջացնում ակնհայտ ախտանիշներ, դրանք կարող են սեղմել ուղեղային հյուսվածքները եւ ունենալ բարձր ռիսկայնություն։ Այդ պատճառով առաջարկվում է նման դեպքերում քաղաքացիներին չճանաչել լիովին պիտանի։ Փոփոխությունները վերաբերում են նաև վահանաձև գեղձի թերֆունկցիայի այն դեպքերին, որոնք բարենպաստ են, բուժում չեն պահանջում եւ ունեն միայն լաբորատոր շեղումներ։ Նման քաղաքացիները կկարողանան ծառայել սահմանափակ ռեժիմով, փոխարենը չստանալ տարկետում կամ ազատում։ Նույն տրամաբանությամբ է վերանայվում արյան համակարգի որոշ ժառանգական հիվանդությունների, մասնավորապես ալֆա եւ բետա թարասեմիայի հետերոզիգոտ ձևերի մոտեցումը։ Եթե այդ հիվանդությունները չունեն կլինիկական դրսևորումներ եւ չեն խանգարում օրգանիզմի աշխատանքին, ապա քաղաքացիները կճանաչվեն պիտանի ծառայության համար որոշ սահմանափակումներով։ Ծառայությունից չեն խուսափի նաև քաղաքացիներն, ովքեր ունեն ստոծանու ճողվածքների խնդիր եւ ողնաշարի հեմանոգիոմաներ եւ այլ բարորակ գոյացություններ։